Համակարգում կարգապահության և բարևարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Քննության առնվազն նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը, վերլուծելով փաստական հանգամանքները, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 1 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։